Տիրոջը եղբայրներ քույրեր, ես համար եմ ուզում կարդամ, կարճ պետքա որ դուրական ասեմ, որ գրված ասա Մատթեոս ավետարան 14-րդ գլուխ 23 համարում ժողովուրդները արձակել են ետքը ինքը լեռը ելավ առանձին աղոթք ընելու ու գրված է երբ իրիկուն եղավ հոն մենակ էր գիտեք ով էր մենակ մնում ով էր առանձնանում թե ձերքի արարիչը ճարտարապետը որքով մենակ էր մնում ալֆան եւ օմեգան առաջինը ու վերջինը սկիզբը եւ վախճանը նա մենակ էր մնում եղբայրներ քույրեր բայց այդ մենակության մեջ ում ներկայությունը կա ուզում եմ հուշել որ ներկայությունը կար նա գնում էր մենակ առանձնանում եւ հորավճեր վերջիլաներսը զուգահեռ համարը որ ուզում եմ կարդամ գրված արդեն Մարկոս 6-րդ գլխի 46 համարը եւ անոնց մեզ զատվելով լեռը ելավ աղոթք քնելու ու երբ իրիկուն եղավ նավը ծովու մեջտեղն էր եւ ինքը մենակ ցամաքն էր եղբայրներ քույրեր չգիտեմ այդտեղ նայում եք դուք ձեր հոգեվոր կյանքի ընթացքը որ պարագայը գալի որ Աստված թույլ է տալի որ ես եւ դու մենակ մնանք ես չգիտեմ կարող է էլի մեկի կյանքում այդտեղի բաներ կա Աստված թույլ է տալի գիտեք որ ամենամտերիմը ամենահարազատը հոբի պրոբլեմները քիչ չէր սուքը մի կողմից հիվանդությունը մարմինը քայքայվում մնացել էր մի հատ հենարան կինն էր չէ իր կողակիցը բայց նա էլ եկավ ինչ ասեց մեռի էլի աղրում ես որ ինչի Աստված թույլ տվեց որ բոլոր հենարանները վերջանան անցնեն եւ մնան մեկ հենարան կենթանի Աստված համաձայն եք թե չէ եղբայրներ քույրեր ես միտք եմ ուզում ասեմ որի վրա էլ նաեւ կարելի է աղոթք անել եւ տեսեք այդ ձևի բան դա պատահական չեղավ որ Պողոս առաքյալի կյանքում էլ եղավ երկրորդ Տիմոթեոսի մեջ համար կա ժամանակի պատճառով բանավոր եմ ասում ատյանում որ կանգնած էի ատյանում բոլորը ինձի գիտեք ինչ արեցին ասում բոլորը ինձի թողեցին բայց Տերը իմ կողքս կանգնեց եղբայրներ քույրեր եթե ձեր կյանքում էլ հույր կգա մենակությունը ամայությունը անապատային վիճակները խորենայի հոգուց սրտիդ ներքնաշխարհը դա Աստված է թույլ տալիս մարդը ինչ է սիրում մարդը սիրում է շրջապատված հոգիներով մարդը սիրում է իրան գովել չէ իր հանդեպ դրական բաներ բայց Աստված թույլ է տալի ինչի Հովսեփին թույլ տվեց այդքան տարի բերդի մեջը մնացել էին մի երկու հենարան էր մնացել մատռվակ ու հացթուխ հիշում եք Հովսեփի կյանքից եմ ասում ասեց ինչ կլինի որ դուրս գա գոնե ինձ հիշեք բայց նրանցից էլ հույսը բերեց նա մնաց մենակ որպեսզի Աստված այս օրհնյալ աշխատանքը տանի իր զավակների կյանքի մեջ որ այլևս ոչ մի հենարան չմնա մնա մեկ ապավինություն եւ մեկ հենարան որի անունն է Հիսուս Քրիստոս ասենք Պავლոս մյուս համար ուզում եմ կարդամ եւ ես ավերջացնում եմ Մարկոս 14-րդ գլուխ 50 համարը տեսնենք ինչ հիշում ես ավետարանի խոսքը Մարկոս 14-50 համարը կարդամ տեսեք ինչ ասում ամեն օր ձեր քով էի ու տաճարի մեջ կսովորեցնեի ու զինչ չբռնեցիք բայց որպեսի գրքերը կատարվեն այնատեն բոլոր աշակերտները թողուցին զանիկա ու փախան մենակ մնաց թե չէ Տեր Հիսուս բոլոր աշակերտները այդքան տարի շրջում էին նրա հետ բայց թողեցին ու փախան անգամ մի հատ երիտասարդ էր մնացել բայց որ ետևենք երթար մեկ մարմնի վրա կտավը առած երիտասարդները զանիկա բռնեցին անալ կտավը թողեց ու մեկ անոնց մեջ փախավ Տեր Հիսուս նորից մնաց մենակ բայց նա մենակ էր եղբայրներ քույրեր ես զուգահեռ ինչի համար եմ անցկացնում հոգեվոր կյանքը միայն դրսևանցով չի հոգեվոր կյանքը միայն պաշտամունքով չի հոգեվոր կյանքը տեղի ունենում ներքին սենյակում որ Աստված այնտեղ է բաներ անում մեր սրտի հոգու ներքնաշխարհում համաձայն եք որ այդպես է եղբայրներ քույրեր
տաճարը, որ սարքվում էր, դուք հուշեք, տաճարը սարքվում էր, բայց մի հատ գործիքի ձայն չկար, այդ ոնց էր սարքվում այդ տաճարը, որովհետև քարհանքի մեջ այդ քարերը ինչ էին անում, տաշվում էին, խփվում էին, չէ, ինչքան գործիքների ձայներ էր գալի, այդ քարը հասնում էր համապատասխան վիճակի եւ դեպում էր առանց ձայնի, դրվում տաճարը շինության համար։ Եղբայրներ, քույրեր, ես իմ համար եմ հայտարարում, եթե կուզեք դուք էլ միացեք, ժամանակն է ներքին սենյակում տաշվելու, ներքին սենյակում Տիրոջը հաճելի կյանքով ապրելու, ներքին սենյակում Տիրոջ օրինակը ունենալով, հետևելով, թե չէ, պայքարները քիչ չի, քարերը քիչ չի, չգիտեմ, ձեր կյանքում ոնց է, բայց ոնց որ չպակասի, չէ, ոնց որ մեկը մեկի հետևից գա, մեկը մեկի հետևից, բայց Աստված օրհնյալ աշխատանք է տանում։ Եղբայրներ, քույրեր, հոգևոր կյանքի մեջ մենակ մնալ, դա Աստված է թույլ տալիս։ Չի լինում է ձևի բարակայում, մարդ ասում ես, ես ոչ մեկ ինձի չի հասկանում։ Լինում է մարդու կյանքում է ձևի բան։ Բայց եթե համայն աշխարհը մեզ չհասկանա, եկեք ընդունենք, որ մեկը կա, որ շատ լավ մեզի հասկանում է։ Մի հատ չասենք պարտքես վերացնել։ Մի հատ համար ընդամենը կարդամ եւ աղոթանենք։ Հովանու ավետարան 16 32 խոսքը։ Հələ տեսնենք նորից ինչի մասին է այդպես գրված, տեսեք ինչ ասում։ Հիսուս պատասխան տվաղանոնց ուսավ, հիմա կհավատաք, ահա ժամանակ պիտի գա ու եկած ալ է Տեր Հիսուսն ասում, որ ցիրուցան պիտի ըլլակ, ամեն մեկը իր տեղը ու զիս մենակ պիտի թողնեք։ Տեր Հիսուսը նախորդ գիտեր, որ դա լինելու է, ասեց գալու է ժամանակ հիմա էլ է, որ բոլորը ցիրուցան եք լինելու եւ ինձի նորից ինչ են անելու, մենակ պիտի թողնեք, բայց շարունակություն ինչ ասում, բայց ես մենակ չեմ, վասնզի հայրը ինձի հետ է, այս բաները ձեզի խոսեցա, որպես ինձ մոտ խաղաղություն ունենաք, աշխարհի մեջ նեղություն պիտի ունենաք, բայց քաջասիրտ եղեք, ես հաղթեցի աշխարհին։ Կանգնեք